ինչ եք առաջարկում, առաջարկեք դուք, շատ բարի։ Իմ խնդրանքը, իմ առաջարկը, իմ, չգիտեմ, պահանջը, որ հերիք է նստեք դունը եւ բավարարվեք ստատուսներ գրելով։ Բոլորը ուրախանում են, որ հայրենասեր են, բոլորը իրենց գրածներով, այսպես ասած, բավարարվում են եւ դուրս չեն գալիս պայքարի։ Ինչու դուրս չեն գալիս այդպես։ Հուսահատվել են, հուսալքվել են, այդ բոլորը հասկանալի է, բայց երկիրը օրհասական վիճակի մեջ է եւ երբ որ վտանգը արդեն հասել է մեր դները, երբ որ Արցախ էր, բոլորը իրենց համար դժբախտաբար անձնագենտրոն վիճակում չէին ապուրմակցում։ Այ հիմա հասել է Երևանին, այսպես ասած հասել է ամեն մեկիս տուրը, թե ամեն մարդ թող վեր գնա պայքարելու։ Տիկին Փաշինյան, օրինակ վտանգ չեք տեսնում, որ օրերից մի օր կարող է վարչապետ Փաշինյանը վեր կենա եւ պահանջի կրոնափոխություն։ Ովքեր հիմա ընդունում են Նիկոլին կամ իրենց մեջ ուժ չեն գտնում պայքարելու, գուցե այդպես էլ անեն։ Ովքեր ամեն ինչին ենթարկվում են, ձեռք են սեղմում, այսպես ասած ընդունում են իր բոլոր ասածները, գուցե իրենք անեն, չգիտեմ, ես չեմ անելու, դուք չեք անելու, ես դա հաստատ գիտեմ։ Ես հայ առաքելական եկեղեցու զավակ եմ եւ պաշտպանում եմ իմ եկեղեցին, իմ հայրենիքը, իմ տունը։ Տիկին Փաշինյան, ինչու է ձեզ Փաշինյանին հանկարծ սկսել հետաքրքրել եւ ինձանից ավելի լավ գիտեք այդ հարցի պատասխանը։ Քաղաքական այսօր էլի ինչ-որ բաներ գրել։ Թող գրի, ինչքան ուզում է թող գրի, այնքան կգրի, մինչև որ ժողովուրդը դուրս գա։ Ժողովուրդը պիտի դուրս գա, որպեսզի այս բոլոր մանրուքները վերանան։ Բարձրապես ուզում է հրահարել, բարձրապես ուզում է նսեմացնել հայ եկեղեցին, իսկ եթե մենք ունենք ներողություն, եթե մենք ունենք արժանապատվություն, դուրս գանք պաշտպանելու մեր եկեղեցին, մեր տունը, հայրենիքը։ Իսկ հրահրումը ու այլ հետևանքներ կունենա, նկատի ունեմ, օրինակ քաղաքացիական շփումներ եւ այլն, հենց այդ միտումը հաշվի առնելով է այս քայլը արվում Փաշինյանի կողմից։ Չգիտեմ Փաշինյանը ինչ է մտածում, անշուշտ մենք կխուսափենք քաղաքացիական, որովհետեւ այս ամբողջ ծանր իրավիճակում մեր ցասումը, չգիտենք ինչպես արտահայտենք եւ թեկուզ փողոցում երկու վարորդ իրար հետ սկսում են գրվել շատ վատ վերջանումա, որտեղ էներգետիկան այնքան վատ է, այնքան մարդիկ գերլարված վիճակում են, բայց միջոցը այդ բոլորից դուրս գալու միջոցը մեկն է։ Պիտի ձերբազատվենք Փաշինյանից, վերջ, Փաշինյանից եւ իշխանությունից։ Թող ինքն իրեն գրտի։ Իմ գրտությունը ինձ բավարար է։ Ես շարունակում եմ ամեն օր զարկանալ ճիշտ հայացքներով։ Թող ինքն էլ այդպես անի, այդ բոլորը սուտ, խանգարող, ընդհանուր վեկտորից շեղող, չգիտեմ, միջոցառումներ են, չգիտեմ ինչեր են։ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները սկսեցին այս օրերին իրենց շեֆի, այսպես ասած, խոսքերը պաշտպանելու համար ապացույցներ բերել, նկարներ էին հրապարակում մատուրի ներսում, ինչ որ ավելների նկարներ, կովերի նկարներ, որպեսզի ցույց տան, որ իսկապես խորհրդանոցի է վերածված, չուլան է մեր եկեղեցին։ Այդպես է ձեր կարծիքով։ Բոլորս էլ գիտենք, որ այդպես չի, բոլորս էլ գիտենք, որ խոնարհված եկեղեցիներում շատ գործ կա անելու, բայց ինձ համար այդ խոնարհված եկեղեցին նույնքան սուրբ է եւ ես ամեն գիրագի գնում եմ ուխտերի, որովհետեւ ինձ համար սրբավայրը մնում է սրբավայր։ Ով սրբություն չունի, ամենագեղեցիկ ու ամենամաքուր եկեղեցին իր համար նշանակություն չունի։